Բարև ձեզ։ Հանրապետության օրը մեր պետական տոնացույցում հիշատակվում է մայիսի 28-ին, Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը։ Ինչու ենք մենք հանրապետության օրը համարում տոնելի։ Ինչն է ընկած մեր հանրային ընկալումների հիմքում կապված հանրապետության եւ ընդհանրապես անկախության գաղափարի հետ։ Այսօր մեր հյուրը ազգագրագետ Մղթար Գաբրելյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Գաբրելյան, արդյոք եթե մենք 1991 թվականին անկախություն ձեռք չբերեինք, չվերաանկախանայինք, չվերահաստատեինք մեր անկախությունը, որևէ ձևով գաղափարական առումով մեզ համար հիշատակելի, տոնելի եւ արժեքավոր կլիներ առաջին հանրապետության կարճատև գոյության պատմական փաստը։ Մեծ հաշվով ոչ, բայց այստեղ շատ կարևոր է, թե ինչ փոփոխություն տեղի ունեցավ իրականում 91 թվականին, որովհետև 18-20 թվականները այնուամենայնիվ հանրային գիտակցության եւ պետական քաղաքականության մակարդակում որոշակի արտոնվածություն ունեին։ Համենայն դեպս Սարդարապատի հերոսամարտը մի քիչ ավելի պակաս գուցե Բաշապարանը, մյուս հերոսամարտերը ինքը հանրային գիտակցություն մտածեր եւ թույլատրված էր։ Ինչի չկար Հայաստանի առաջին հանրապետությունը, որովհետև երբ որ նայում ենք ԽՍՀՄ քաղաքականությունը, ազգային քաղաքականությունը, ինքը չէր կարող լինել։ Ինքը չէր կարող լինել, որովհետև արդեն ետպատերազմյան շրջանում հայտարարվեց խորհրդային ազգի կայացման, իրողության կամ մեկնարկի կամ ինչ-որ փուլերի մասին, իսկ դա նշանակում է, որ ԽՍՀՄ որպես նոր տիպի պետություն պիտի կայացներ նոր տիպի ազգ, այսինքն ընկալումները գաղափարաբանական մակարդակում խորհրդային այդպիսին էին, որակապես նոր երկու ինստիտուտ, պետությունը որպես սոցիալիստական հանրապետությունների միություն եւ այդ պետության կոնստրուկտ ազգը պիտի էապես տարբերվեին։ Այն տակի մնացածը կներեք տերմինի համար ժողովրդականը ինքը որոշակի չափաբաժիններով թույլատրվում է ժողովրդական մշակույթը, ժողովրդական հիշողությունը, այսինքն հերոսամարտի մակարդակում ոչ ինստիտուցիոնալ, որտեղ հերոսամարտը ոչ ինստիտուցիոնալ երևույթ է, խրախուսելի երևույթ է, որովհետև նույնիսկ բովանդակային ընկալումները, եթե մենք նայում ենք, ինչ էր ասում խորհրդային իշխանությունը, ասում էր ապրեք հայեր, որովհետև դուք գնացիք, դուք պայքարեցիք թուրքերի դեմ, դուք հաղթեցիք Սարդարապատում, այն թուրքերի զուգահեռ եթե գնանք, որոնք ձեզ ցեղասպանել էին, որտեղ զուգահեռ գնում էր նաև ցեղասպանության ու Շահ Համալիրի ցեղասպանության զոհերի հիշատակման, այսինքն ինստիտուցիոնալ այդ գործողությունը անկախ պետականություն ունենալու կարևորությունը, խորհրդային միության քաղաքականությունը առնվազն մեկ աստիճան ներքև էր իջեցնում։ Ասում էր դուք պետությունը մոռացեք, պետականությունը մոռացեք, իսկ այս փուփուշ բաները, որ իմ համար վտանգ չեն ներկայացնում, հերոսամարտ, ցեղասպանության հիշատակում, ցեղասպանողների դեմ պայքար եւ այլն, լոկալ մշակույթի պահպանում, սա էլի այն ժամանակահատվածն է, երբ պիտի հիշենք ժողովրդական երգի բարի համույթներ, տարբեր փառատոններ, տարբեր գյուղերում, ժողովրդական նվագարաններ, գուսանական երգեր, ժողովրդական երաժշտության բանահավաքչություն, ազգագրական նյութի գրառում եւ այլն արտոնվեց, այսինքն ինչ որ մի հատ փաթեթավորում կար, որի ներսում ամեն ինչ թույլատրել էր, բայց այդ փաթեթավորումը երբեք չպիտի ինստիտուցիոնալ ինչ-որ մակարդակ դառնալու հավակնություններ ունենալ։ Անկախ պետության գաղափարի այո, որտեվ ի վերջո խորհրդային միությունը եկել էր մեզ երջանկացնելու եւ այն փուլը մեր նախընթաց պատմության, որը չէր տեղավորվում այդ գաղափարաբանության մեջ, կամ պիտի վերանայվեր, կամ պիտի մոռացվեր։ Իսկ ինչ տեղի ունեցավ, երբ խորհրդային միությունը փլուզվեց, մենք ձեռք բերեցինք անկախություն, արդյոք վերաիմաստավորվեց նաև հանրապետության տոնը, այսինքն հերոսամարտից
պարզ ժողովրդական հերոսամարտից ժամանակակից պետություն ունենալու փոփոխություն։ Նայեք, շատ անկեղծ եթե լինենք, իրականում ոչ մի վերաիմաստավորում տեղի չունեցավ։ Որտեւ այդ առումով մենք 91 թվականին 90-ականներին չենք նայում, շատ խորքային կամ դեռ չենք նայել, եւ դա գուցե նաեւ մեր անկախության, շրջանի թերություններից մեկն է, վերջերս մենք մի նման փորձ արեցինք, Հայաստանի անկախության ազգաբանություն ժողովածուն հրատարակեցինք, ինչ տեղի ունեցավ։ Իրականում առաջարկվեց այդ վերաիմաստավորումը, այսինքն այնպես չէր, որ մարդիկ պատրաստ էին ԽՍՀՄ փլուզմանը, շատ էին ուզում իմանալ ինչ էր տեղի ունեցել 1918 թվականին, շատ էին ցանկանում իմանալ, թե ինչ էր տեղի ունեցել ենթադրենք 1921 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կամ Արցախյան խնդրի հետ կապված, բայց մի հատվածը մտավորականության մտքի, ասենք այսպես, չասենք միայն մտավորականության, մտքի, որ 1960 գիտական, գեղարվեստական, հասարակագիտական, պրոֆեսիոնալ, որ 1960-ական թվականներից անընդհատ խմորվում էր, կլինի գեղարվեստական գրականություն, թե ինչ, կարծեք թե այդ գաղափարը նախապատրաստել էր եւ Ղարաբաղ կոմիտեի բախտը, հետո արդեն ՀՀՇ-ի եւ նոր ինստիտուտների բախտը այնքանով բերեց, որ իրենք ոչ թե պիտի մի նոր բան ստեղծեին, իրենք էլի պիտի կարողանային դա ձևակերպել եւ ժամանակն էլ շատ հաջող էր, որովհետեւ ինչ որ մի փուլից հատկապես Արցախյան շարժման ոչ այնքան բարենպաստ զարգացումներով պայմանավորված մեր համար, հակասովետականությունը ինքը դարձավ օրակարգային եւ այս դեպքում Հայաստանի առաջին հանրապետությունը 18-20 թվականները դարձան շատ հարմար ժամանակահատված նաեւ հակասովետականությանը հակադրվելու տեսանկյունից։ Այսինքն տեսեք, մենք ունեցել էինք մի բան, որը այսպիսին էր եւ հերիք սովետական միությունը պայմանական այսօր չի թողնում, որպեսզի մենք լուծենք Ղարաբաղյան խնդիրը։ Մի հատ էլ եկել է 1920 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր, նույնիսկ ժամկետներն էին տարբեր։ Դասագրքերում նոյեմբեր 29-ը, հետո դարձավ դեկտեմբեր 2, մի հատ էլ եկել է եւ մեր 100-ամյակների երազանքը կործանել է։ Այսինքն կարծեք թե մի քանի գործոն շատ բարենպաստ զուգակցման արդյունքում բերեցին նրան, որ այդ դեպի Հայաստանի առաջին հանրապետություն ուղղված հայացքը ինքը շատ հաջողված լինի։ Իսկ այդ գաղափարական գործընթացը շարունակվեց, որտեղ եթե հիմքը լավ է, պիտի որ հանրապետության գաղափարի, ժամանակակից պետություն ունենալու գաղափարի եւ իմաստի ամրապնդումը շարունակվեր տեղի ունենալ, հատկապես այն պայմաններում, երբ մեր նոր անկախ պետությունը մշտապես ունեցել է անկախության խնդիր, ինքնիշխանության խնդիր եւ այլն։ Շատ անկեղծ եթե ասեմ, այդ հարցը այն հարցն է, որի մասին առնվազն վերջի 3-4 տարում ես շատ երկար մտածել եմ ու փորձել եմ հասկանալ։ Չի ասի, որ հասկացել եմ, անկեղծ, բայց գոնե մի բան իմ համար ակնհայտ է, նաև մասնագիտական գրականությունը, որ կարդում ես, բոլոր հաջողված պետությունները առաջին հերթին գաղափար են պետության մասին։ Այսինքն պետությունը իմ ընկալմամբ ինքը առաջին հերթին միտք է։ Հիմա թե ինչպես է ձևավորվում այդ միտքը, դա այլ խնդիր է։ Մի դեպքում այդ միտքը ձևավորվում է, եթե նայում ենք Թրամփյան այդ լոզունգը, Ամերիկան նորից դարձնենք հզոր։ Մի դեպքում այդ միտքը ձևավորվում է, ընդ որում սա 19-րդ դարում սկիզբ առած գործընթաց է։ Մենք ուզում ենք ունենալ պետություն, որպեսզի մեզ չճնշեն, մեզ չցեղասպանեն եւ այլն, բայց բոլոր դեպքում պետությունը հաջողակ է միայն այն դեպքում, այդ իմ ընկալումն է, երբ իր հիմքում դրված է գաղափարը։
Դրա տակ հեշտ է լինում դնել բոլոր մնացած համակարգերը, ենթահամակարգերը եւ այլն եւ այլն։ Իսկ դրան այլմ դրանք առաջարկողներ կա, որ պետությունը գաղափար չի։ Նայեք, 91 թվականից հետո ցավոք սրտի ընդհուպ մինչև 2026 թվականը մեր մոտ շատ կարևոր մի խզում է ձևավորվել եւ շարունակվել։ Պետությունը որպես գաղափար ինքնին գոյություն չի։ Ինքը նույնիսկ անձրևանոց չի, հա, ինքը շատ դեպքերում ինչ որ մետաֆիզիկական պատկերացում է, Ֆրանսիան որպես պետություն, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, բազմաթիվ այլ օրինակներ էլ կարող են բերել, որից բխում են գործողությունները։ Մեր մոտ ցավոք սրտի գաղափարի բացակայության պայմաններում անընդհատ տեղի են ունեցել գործողություններ, որոնք իբրև թե վերաբերել են պետությանը, բայց դրանք վերաբերել են պետությանը, որի վերևը գաղափարը դրած չի, եւ եթե հետահայաց, հա, փորձում ենք իջնել թեկուզ մինչև 91 թվական ու դրան հաջորդող ցանկացած շրջափուլ, մենք տեսնում ենք, թե ինչքան ազատ են եղել բոլոր քաղաքական էլիտաները անխտիր այդ պետության որպես գաղափարի գոյությունը պայմանավորող բազային կատեգորիաների հանդեպ հավատ, եկեղեցի, արժեք, ազգային արժեք, դրանք այն կատեգորիաներն են եղել ըստ էության, երբ որ մենք նայում ենք հանրային դաշտը եւ հանրային գիտակցությունը, որոնց հետ մանիպուլյացիան, չէ, կամ որոնց հետ խաղալը, կներեք տերմինի համար, ամեն մարդ իրեն թույլատրել է։ Այն դեպքում, երբ որ դրանք պետության որպես գաղափարի եւ գոյությունը եւ կայունությունը պայմանավորող բազային արժեքներն են։ Ասենք սկսենք ումից, սկսենք Լևոն Տեր-Պետրոսյանից, ով տաղանդավոր մարդ լինելով հանդերձ, այս սկսեց այդ խաղը, ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, հա, այդ արտահայտությունը, ես չեմ ասում դա ճիշտ է, թե սխալ։ Դա երևույթ է։ Դա մեկնաբանելու իրավունք է, որը արդեն իսկ էժանացնում է, թուլացնում է այդ բազիսը եւ ցանկացած հաջորդ իշխանությանը մենք եթե նայենք այդ տիպի ազատ խաղերը բազային հասկացությունների հետ միշտ եղել են եւ դա նշանակում է որ գործողությունների եւ գաղափարի ոչ թե բացարձակ համընկնում, այլ ճիշտ դիրքավորում այնուամենայնիվ մենք չենք ունեցել։ Եվ ինչի են կայուն այն պետությունները, որտեղ այդ բալանսը, հա, ինքը որպես կանոն ավելի հաջողված է։ Տեսեք, հեռու չգնանք, տարածաշրջաններ, եթե նայենք շատ փորձերի Թուրքիան։ Այդ պայմանական խորքային պետությունը, կամ Իրանի Իսլամական Հանրապետությունը, այդ պայմանական խորքային պետությունը քաղաքական կատեգորիա, որը որպես գործածում է, ինքը հենց այդ գաղափարն է։ Հա, բայց ինքը իրականում օքեյ, մենք էլ կարող ենք որպես բացասական մեկնաբանել, բայց դա միշտ նշանակում է, որ կա մի որոշակի համակարգ ընկալումների, պատկերացումների, որը պետության գոյաբանական այդ ցեմենտը, խարիսխն է ապահովում։ Մենք ընկալում եւ մեկնաբանում ենք բացասաբար առանց նկատելու, որ բայց միգուցե հենց այդ պետությունների ուժեղության պատճառը դա է։ Եվ մեր կարծրատիպն է ընդամենը այստեղ գործում, ոչ թե իրականություն։ Ինքը շատ սիմվոլիկ է նաեւ, հասկանում եք, այդ խորքային պետության սիմվոլիզմը, հա, երբ որ նայում ենք, էլի կամայական օրինակներ, հա, կարող ենք բերել, ասենք Թուրքիայում դա Այա Սոֆիայի մզկիթն է, ենթադրենք, կամ որևէ այլ սիմվոլ։ Ֆրանսիայի պարագայում դա Լուվրն է։ Ավստրիայի պարագայում դա Վիեննան է իր տարբեր թագավորական շենք-շինություններով, որոնց պատմությունը բոլորը չգիտեն բնականաբար։ Ավստրացիների մեծամասնությունը կարող է նաև չիմանալ, բայց վիզուալ
Ամեն օր ինքը տեսնում է, ինքը շփվում է, չգիտեմ, Իսպանիայի պարագայում դա Գաուդիի տարբեր շենքեր շինություններն են։ Դրանք սիմվոլներ են, որոնք ամեն օր մեզ պատմում են, բնականաբար նաև իսպանացիներին, Իսպանիա պետության մասին, Ավստրիա պետության մասին, Թուրքիա պետության մասին, Իրան պետության մասին, որտեղ իրանք այդ կայունության, անընդհատության, շատ կարևոր ազդակներ են կրում իրենց մեջ։ Եթե որպես մասնագետ ցես դիմեին եւ խնդրեին տալ մեր պետության խորհրդանիշը, ինչ կառաջարկեիք։ Պետության չէ, պետության բովանդակայինը միակ բանը, որ ես sense հավաքական կառաջարկեի, դա մշակույթն է։ Չէ, բայց պետք է վիզուալ մի բան տեսնենք։ Վիզուալ մենք երկու բան ունենք։ Մեծ հաշվով, եթե խոսքը գնում է վիզուալիզացիային։ Մեկը նյութական մշակութային ժառանգության այն անընդհատությունն է, որը բացահայտում են հնագետները, հետո ավելի ուշ միջնադարը, հետո ազգագրագետները եւ այլն, եւ երկրորդը բնականաբար եկեղեցին է եւ եկեղեցական մշակութային ժառանգությունը։ Ինքն է այդ բանաձևը։ Վիզուալ ասոցիացիա այդ երկուսն է առաջանում։ Հնագիտություն եւ հնագիտական հուշարձանները ցույց են տալիս մի շատ կարեւոր բան, օրինակ նույն Արենիի քարայրը։ Ինքը ոչ թե մշակույթի եւ ինքնութենական։ Այդ հունայ պետականության մակարդակում ընկալման տեսանկյունից ոչ միայն մի վայր է, որտեղ առաջին անգամ գինի է ստացվել, այլ ինքը մի վայր է, որը իմ ընկալմամբ որպես ազգագրագետի, որպես մշակույթի ուսումնասիրողի լավագույն վկայությունն է այս տարածքում մեր ներկայության անընդհատության եւ մեր մշակութային ներկայության անընդհատության։ Եւ այդ շղթայի մեջ, երբ դու նայում ես Արենի, նայում ես հնագիտական հուշարձան, նայում ես դրան ուղեկցող ֆոլկլոր, նայում ես դրան որպես դրան ուղեկցող ազգագրական նյութ, դու գալիս հասնում ես մի հանգրվանի, երբ այդ ամենը փոխակերպվում է, այս դեպքում մեխանիզմներն էլ էլի կարևոր չեն։ 4-րդ դարից սկսած եկեղեցական շինարարության եւ եկեղեցական ճարտարապետության, այսինքն այդ անընդհատությունը վիզուալ, դու կարող ես տեսնել այդ երկու հնագիտական մշակութային շերտի օգնությամբ, որտեվ երբ որ դու սկսում ես քայլել սկսած 4-րդ դարից, ապա բոլոր դարերում դու տեսնում ես երկու բան։ Եկեղեցական շինարարություն, իր տարբեր եկեղեցիներ, վանքեր, վանական համալիրներ, խաչքարեր, հոգևորի տարբեր սիմվոլներ, անկախ նրանից թե դու այսօր դրան ոնց ես վերաբերում։ Եվ դու տեսնում ես դրան զուգահեռ գոյություն ունեցող կյանքը, առօրյական, ամենօրյա, ցավոք սրտի, ի տարբերություն բազմաթիվ այլ ավելի հաջողակ երկրների, մեր մոտ աշխարհիկը, պայմանական քաղաքացիականը տուժել է, որտեղ տարբեր պատերազմներ, աստվածատակություններ թույլատրել են, չգիտեմ, մենք վրացիների նման չունենք շատ պահպանված բերդեր, ամրոցներ եւ այլն, բայց այնի մի հիմնական շերտ այնուամենայնիվ պահպանվել է։ Եվ սիմվոլիզմի առումով դա է, այսինքն դա է այն հիմնական նշանը, պայմանական, այն հիմնական նշանը, որը այստեղ մեր անընդհատությունը, իսկ դա էլ պետքա դրվի նաև հանրապետության գոյության հիմնավորման հիմքում ապացուցում է։ Օրինակ, եթե դուք սեկուլյար այս աշխարհում ձեր պետության խորհրդանշական ենթադրենք կետերից մեկը, ձեր Լուվրը հայտարարեք, օրինակ, Մայր տաճարը, ձեզ չեն մեղադրի հետամնացության մեջ։ Մենք այդպեսի որտեղ մտայնություններ ունենք, էլի։ Նայած ինչ ասել է մեղադրել եւ նայած ինչ ասել է հետամնացություն։ Ես կասեի, որ այստեղ մենք ավելի խորքային խնդիր ունենք, մենք ունենք աշխարհի ճանաչողության խնդիր։ Ի վերջո աշխարհում ինքնակազմակերպման մոդելներ կան, բազմաթիվ։ Բայց ցանկացած երկիր աշխարհի ուր ուզում եք դուք այցելեք, գոնե մեզ ծանոթ երկրները, սկսած Ճապոնիայից գանք հասնենք, չգիտեմ, մինչև Գերմանիա։ Ինչի շուրջ է այդ կառուցարկումը գնում։
Այնուամենայնիվ այդ կառուցարկումը գնում է սիմվոլների շուրջ։ Այդ սիմվոլները ընդունենք, չընդունենք, ուզենք, չուզենք, իրենք երկու հիմնական համակարգի են պատկանում։ Մի դեպքում աշխարհիկ սիմվոլներն են, երբ մարդը գնում է Չինաստան եւ որպես մեծագույն պատիվ իրեն տանում են այդ փակ քաղաքը, թե գաղտնի քաղաքը, չէ, որը աշխարհիկ Չինաստանի հզորության սիմվոլն է, եւ մեկ այլ դեպքում եթե դուք Ճապոնիայում եք վերանալով առօրեականությունից, ձեզ կամ պիտի սինտոիստական կամ բուդդիստական որևէ տաճար տանեն, եթե դուք Հնդկաստանում եք, պիտի հինդուիստական որևէ տաճար տանեն, Բուդդայի արձանը պիտի տանեն ցույց տան, վեդաներից պիտի տեքստեր արտաբերեն եւ այլն։ Եվ այսպես այդ ամենը տեղի է ունենում նաեւ ընդհուպ մինչեւ դեպի Արևմտյան Եվրոպա։ Ասենք այսօր Գերմանիան աշխարհի բնակչության մի հիմնական մասը ճանաչում է ի թիվս բազմաթիվ այլ գործոնների Քյոլնի տաճարով, չէ՞։ Ընդունենք թե չընդունենք։ Գուցե Բունդեստագի շենքն էլ շատ կարևոր է, բայց Քյոլնի տաճարը Գերմանիայի ճանաչելիությունը ապահովող, ամենակարևոր սիմվոլներից մեկն է։ Հիմա այստեղ խնդիրը հետևյալն է, որքանով ենք մենք կարողանում սինթեզել։ Եվ որքանով ենք մենք ոչ թե հակադրվում մայր աթոռին եւ ինչի ենք հակադրվում, այլ փորձում ենք ինտեգրել մեր խնդիրը ինտեգրացիան է, որտեւ այդ ինքնութենական բանաձևերը իրենք դժվար կառավարվող բանաձևեր են։ Դժվար կառավարվող ասելով ինչ նկատի ունեք, որ ժողովուրդը ինքն է իր ինքնութենական բանաձևը ձևակերպում եւ կողքից դժվար է վերակառուցել։ Գիտեք, շատ տրիվիալ մի հատ հարց տամ ձեզ։ Դուք, ես, ցանկացած մեկը հիշում է, թե ինչպես է իր մոտ ձևավորվել այս կամ այն կտորը վարքի։ Ասենք երբ են առաջին անգամ խաչակ ընկել, երբ են առաջին անգամ եկեղեցում մոմ վառել, երբ են առաջին անգամ մկրտության արարողության մասնակցել, կամ իրենք խորը հավատացյալներ չեն, նույնիսկ եթե ինչու են իրենց երեխային մկրտել։ Ի վերջո մենք չունենք, չէ՞, այդ հարցի պատասխանը շատ դեպքերում։ Ինչու ենք մենք մկրտում մեր երեխային։ Որտեվ շատ դեպքերում մենք Աստվածաշունչ չենք կարդում, մենք շատ վատ գիտենք Աստվածաշունչը, մենք շատ վատ գիտենք մեր եկեղեցու պատմությունը, չէ, ու լիքը ուրիշ բաներ։ Այսինքն, եթե գիտելիքի առումով եք նայում, մենք լիքը բաներ չգիտենք, այն ինստիտուտի եւ այն մենք շատ դեպքերում նույնիսկ չգիտենք, թե ինչ ասել է մկրտություն, բայց մեկ է երեխան հասնում է ինչ-որ մի տարիքի, մենք որոշում ենք, որ երեխային պետքա մկրտել։ Այսինքն միշտ դնել եւ ռացիոնալ մտքերի միջոցով բացատրել այն, ինչը այնքան էլ ռացիոնալ չի, հնարավոր չի։ Եվ այստեղ ինստիտուտ, ի վերջո մենք նաեւ պիտի ընդունենք, որ քիչ ինստիտուտներ կան։ Շատ մեծ չի են ինստիտուտների թիվը, ովքեր կայացած են, որոնք կայացած են, որոնք պահպանված են եւ այլ։ Այսինքն այստեղ մեր խնդիրը, այո, մեր խնդիրը հակադրվելը չէ։ Մեր խնդիրը հասկանալն է, թե ինչպես պիտի արվի այդ հոգեվորի եւ աշխարհիկի ճիշտ ինտեգրացիան։ Որտեւ այն, որ կա ինտեգրացիայի խնդիր, այդ առավել քան ակնհայտ է։ Այն, որ կա փոխադարձ եկող ազդակների հստակեցման խնդիր, այդ առավել քան ակնհայտ է, բայց այն, որ պետությունը հաջողակ չի կարող լինել առանց այդ հիմնական ինստիտուտների օրգանական համագործակցության, դա էլ է ակնհայտ, որովհետև մենք Միացյալ Նահանգներ չենք, որտեղ այդ աշխարհիկությունը եւ հետո ստեղ մի հատ ուրիշ բան էլ տեղի ունեցավ, եթե դառնանք 91 թվականին եւ անկախությանը, այդ թռիչքը, որ մենք միանգամից իջանք մինչեւ 1918 թվական, պայմանական ինքը մեզ թուլացրեց, որտեղ մենք այդպես էլ չկարողացանք այդ մյուս կարևոր պլաստը, այդ քաղաքականը, չէ, քաղաքացիական կարևոր պլաստը, որը լավ թե վատ խորհրդային շրջանում ձևավորում էր, վերցնել եւ օգտագործել։ Հələ մի հատ եկեք նայենք, մենք ինչ ենք վերցրել խորհրդային շրջանից, մեր 20-րդ դարի պատմության ամենակարևոր կտորն է, մենք ինչ ենք վերցրել։ Գրեթե ոչ մի բան,
Հակադրվելու ցանկ։ Չէ, ոչ մի բան, ես որպես դասավանդող եմ ասում, հասկանում եք, այսօր եթե 23, 24, 20 տարեկան ուսանողը ԽՍՀՄ-ի մասին գրեթե ոչինչ չգիտի։ Ինքը լավագույն դեպքում գիտի պատմություններ, բայց որպես գիտելիք իր պատմության այդ ամենակարևոր կտորի մասին ինքը չգիտի, բայց ի վերջո մենք ուզենք թե չուզենք, բոլոր նոր ինստիտուտներից, որ դրանք պետք է նետելը ակնհայտ, այսինքն ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությանը այսօր պետք են քաղաքացիական նորմալ ինստիտուտներ, այսօր պետք են ժողովրդավարական ինստիտուտներ, այսօր պետք են համակեցությունը նորմավորող ինստիտուտներ, այսօր պետք են լիցքաթափման ինստիտուտներ, այդ ամենը պետք է, բայց ո՞նց է ինստիտուտը ձևավորվում։ Ինստիտուտը ձևավորվում է, երբ որ դուք կարողանում եք ապահովել օրգանական սինթեզը, բայց օրգանական սինթեզն էլ հնարավոր է ապահովել միայն եւ միայն այն դեպքում, երբ դուք ինստիտուտները բավարար չափով ճանաչում եք։ Մենք բավարար չափով ճանաչողություն չունենք այդ ինստիտուտների, ոչ խորհրդային շրջանի պատմության եւ խորհրդային մշակույթի պատմության, ոչ հոգեվորի, ոչ միայն եկեղեցու, հոգեվորի ճանաչողություն մենք չունենք բավարար չափով, բայց դա անհատի խնդիրը չի, դա մեծ հաշվով էլիտաների խնդիրն է, որովհետև այնպես ինչպես 91 թվին էլիտան է առաջարկը ձևավորում։ Գուցե ես անընդունելի բան եմ ասում, բայց դա իմ համոզումն է, այդ կրիտիկական զանգված կոչվածը ինքը շատ կարևոր է, մեծ հաշվով մտածող մարդը լավ կամ վատ չէ, ճիշտ մտածող մարդ։ Հասկանում եք, ճիշտ մտածող մարդու ընկալումը լավ է կամ վատ է, այնպես չի, որ ճիշտ մտածող մարդու ասածը բոլորի համար ընդունել է, բայց ճիշտ մտածող մարդը ինքը հենց ցուցիչն է այն բանի եւ ճիշտ մտածող մարդու տեսակարար կշիռը քո պետությունը որքանով եւ ինչպես է կարողացել ապահովել այդ իմ թվարկած բոլոր ինստիտուտների հասարակական համակերպության, քաղաքական համակերպության ինստիտուտների ճիշտ սինթեզը, որտեղ ճիշտ մտածող մարդը դա այն մարդն է, որը գիտի լեզուներ, որը ստացել է նորմալ կրթություն, որը ծանոթ է գիտական էթիկայի կանոններին, ով կաշառակեր չի, ով պլագիատով չի զբաղվում, ով տիրապետում է միջազգային գիտական լեզվին եւ առնվազն սրիկա չի։ Եթե խոսքը գիտության մասին է, եթե խոսքը մանկավարժի մասին է, ինքը սրիկա չի դասարանում։ Եթե խոսքը քաղաքական գործի մասին է, ինքը սրիկա չի քաղաքական գործընթացում, այդ է ճիշտ մարդը։ Ու երբ որ դու այդ կրիտիկական զանգվածը ունես, լավ 5% առավելագույնը։ Այդ 5%-ը տեսանելի է, այդ 5%-ը որոշում է խաղի կանոնները։ Մեծ հաշվով այդ կրիտիկական զանգվածի հիմնական գործառույթը ո՞րն է, երբ մենք խոսում ենք պետականության եւ հանրապետության մասին։ Ինքը նայ ասում է տես եւ սովորի։ Ու այդ 5%-ի գլխին էլ նստած է պետությունը որպես գաղափար։ Որտեւ այդ պետությունն էլ որպես գաղափար, եթե իր մեջ նստած է որպես ճիշտ մարդու ձևավորմանը նպաստող, այն թաքուն ճիպոտն է, որ շեղվելու դեպքում մի հատ սիրուն մեջքին խփում է, ասում է հոպ, տղա ջան, Հայաստանի մասին քո պատկերացումներում, այս մի կտորից դու շեղվեցիր, հələ մի հատ քեզ հավաքի, որտեւ եթե դու քեզ չես հավաքում, դու իզգոյ ես դառնում։ Հանրությունը քեզ մերժում է, բայց դա այնքան բարդ ու նուրբ մեխանիզմ է, որը անընդհատ ուսումնասիրություն է պահանջում։ Եվ փորձառություն։ Եվ առնվազն, այո։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու եւ զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանն էր։ Քննարկումները կշարունակվեն ամենայն բարիք։